Սամվել Կարապետյանը մշտապես քրեակատարական հիմնարկում գտնվելու պայմաններում դժգոհում էր խցի ցուրտ լինելու պայմաններից։ Ու մեզ արգելում էր, որ դրա մասին ինչ-որ հրապարակային ելույթներ ունենանք, եւ մենք մշտապես քրեակատարական հիմնարկի աշխատակիցներին, վարչության աշխատակիցներին, թե գրավոր կարգով, թե բանավոր կարգով խնդրում էինք, հորդորում էինք, որ ժողովուրդ ցուրտ է այս մարդու խուցը։ Խնդրում ենք ապահովեք բավարար ջերմաստիճան, ձեզանից ավել բան չենք խնդրում։ Մարդուն, ով ազգային բարերար է, այս երկրի համար ունի բազմաթիվ բարեգործություններ իրականացրած, դրանց մասին մեր հանրությունը ակներև գիտի, անկախ ցանկացած անձի կողմից տրված սուբյեկտիվ եւ մանիպուլատիվ գնահատականներից, ինքը ազգային բարերար է ու այս երկրի համար մեծ բաներ ունի արած։ Ընդհանրապես իր խուցը պետքա ջեռուցել, խնդրում ենք այդ ջեռուցումը կամ շուտ միացրեք, կամ գոնե մի հատ այն էլեկտրական ինչ-որ սարքավորմամբ ջեռուցենք։ Ոչ մի ձև չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, այն աստիճան հասավ, որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ, միշտ ուներ մշտապես մրսածություն, անդադար ինքը մրսում էր ու ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե դա ինչից է։ Ու հասանք նրան, որ իր մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբոր, նաև հաստատվել է արդեն 2 օր առաջ կովիդի առկայությունը, որը բավականին ծանր դինամիկ ընթացք էր ունենում Սամվել Կարապետյանի մոտ։